Սերժ Սարգսյանը 2008 թվականին նույն ձևով բռնի ուժով, զենքով, զոհերով, 10 զոհերով Հայաստանի Հանրապետության եկավ իշխանության։ Ի տարբերություն նրա, այս տղաները ոչ մի իշխանության հարց չեն, նրանք ասում են հրաժարական, նրանք ասում են ընտրություններ, այսինքն եթե Սերժ Սարգսյանը ասում է, որ բռնի ուժով են եկել, ինքը բռնի ուժով է եկել, ինքը իրավունք չունի։ Հիմա ոստիկանությունը բացի անունից ուրիշ բանով ոստիկանություն չի։ Մնացածով ոստիկանը պիտի լինի վեհ, ոստիկանը պիտի լինի ուժեղ, ոստիկանը պիտի լինի խելացի, ոստիկանը պիտի լինի ցանկացող, բարի, ոստիկանի ամենակարևոր խնդիրը պիտի լինի ժողովրդին պաշտպանել։ Այս ոստիկանությունը լրիվ թարս է, ինքը ոչ թե ժողովրդին է պաշտպանում, ինքը ժողովրդից է պաշտպանում։ Ականքին պաշտպանում է ժողովրդից, երբ որ պետք է ժողովրդին պաշտպանի ականքից։ Պարոն Արտիրոսյան, Աստորեն ոստիկանությունից մենակ կամուֆլյաժն է ոստիկանական։ Ներսը, թափթփուկը, հուլիգանը, բարբարոսը, Ենիչերիա սա 100%-ով, քանի որ նրանք մի մարդու, ով դաստիարակվել է Բաքվի պարտիական պալատներում, դա նշանակում է սովետա, կոմունիստա, մահմեդական մշակույթի կրող։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանի հետնորդներն են, նրանց բանդը։ Ու նրանք նույն արժե համակարգի կրողներն են։ Մենք իրենց հետ ցավոք խոսելու հնարավորություն չունենք, քանի որ մեր համար մեր արժեքներն են, նրանց արժեքները այլ համակարգում են գտնվում։ Պարոն Արտիրոսյան, ինչի կհանգեցնի այս իրավիճակը? Ըստ էության իշխանությունը որևէ լուծում այս օրերին չգտավ, փոխզիջումային տարբերակի մասին խոսեցին, բայց այդպես էլ ընդհանուր հայտարարիչ եկան։ Ուր է տանում այս ամենը, հա? Իշխանությունը ներքին քաղաքականության մեջ միշտ ունեցել է մի զենք՝ ծեծ, ջարդ, նշրել, վախեցնել, ահաբեկել։ Արտաքին քաղաքականությունը ցույց է տվել, որ ինքը ամուր է, որ ինքը անկարող է, որ ինքը միայն ներսում կարող է ինչ-որ բաներ անել։ Ղարաբաղյան ֆրոնտում ցույց տվեց իշխանությունը ինչքան ականք, ինչքան թույլ։ Իշխանությունը մեծ տարիներ շարունակ ասում է միտինգ մի արեք, որովհետև Ղարաբաղում խնդիր կա, երբ որ իրանք լափում էին բանակի պատկանելիք ունեցվածքը, այդ ժամանակ Ղարաբաղի խնդրի մասին մտածել էին։ Մի խոսքով, այս իշխանությունը հարց լուծող չի։ Իր խնդիրը նա մենակ ուժից է վախենում, մոտավորապես 2 ժամ առաջ ստեղ մարդավորս էր։ Ուժը եկավ, մարդավորսը դադարեց։ Սա վախկոտների, ցռանվերգոների իշխանություն։ Եվ ցռանվերգոյի հետ մենակ ուժի տեսանկյունից պետք է խոսել ու ստիպել, որ նա բանակցի։ Բոլորը պետք է զիջեն։ Սկզբից իշխանությունը պիտի զիջի, Սասնա ծավերը պիտի զիջեն, կուսակցությունները պիտի զիջեն ու բանավեճ ծավալվի, զրույց լինի, դիալոգ լինի ժողովրդի եւ իշխանության մեջ, թե մենք ոնց պիտի այս վիճակից դուրս որպեսզի կարողանանք դիմադրավել արտաքին մարտահրավերներին, որոնք գնալով շատանում են ցավ։ Պարոն Արտիրոսյան, Անուն Հայաստանի բոլորը պիտի զիջեն։ Պարոն Արտիրոսյան, պահանջները կոնկրետ 3-ն են ներկայացված։ Փոխզիջում որ պահանջի դեպքում է հնարավոր? Սերժ Սարգսյանը կարծեք թե իր ելույթում փոխզիջումների մասին որևէ միտք չարտահայտեց։ Ավելին նշվեց, որ մի փոքր էլ ժամանակ արդեն անցել է։ Սերժ Սարգսյանը իր խորհրդականները դրանք ինտելեկտուալ գաճաճների մի խումբ է։ Եվ ասում եմ, նրանց միայն ուժը ժողովրդի համախմբությունը կստիպի, որ նրանց գնան զիջումների։ Ես ունեմ Տիգրան Պասկևիչյանը հոյակապ լուծումներ էր առաջարկել, ես առաջարկում եմ առաջի երթին դառնալ։ Եթե չենք հավանում, կարելի է շատ այլ լուծումներ, օրինակ
Մարտի 1-ի սկսած մինչև այսօր բոլոր ժողովուրդ ծեծողները բանտարկվում են եւ սկսում է հետաքննություն։ Մարտի 1-ի հաստավակումբը սկսում է աշխատել։ Պարլամենտը սկսում է այսօր աշխատել եւ այնտեղ սկսում է զրույց Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից։ Շատ կարևոր մի բան, իշխանությունը գնում է զիջումների եւ ասում է, որ կհրապարակի ընտրացուցակները։ Այն ինչը որ օպոզիցիան չկարողացավ հստակ այդ ընտրացուցակը կնքած ստորագրած վիճակում ստիպել, որ նրանք ընդունեն մեկ այլ բարդացված ձևով դա իրականացվի հավանաբար։ Սակայն այդ ուղիղ, որ մենք ընտրացուցակները կարողանանք տեսնենք եւ դրանով գնանք դատարան, այդ հնարավորություն չկա։ Խնդրեմ, առաջին քայլը կարող լինի դա, այսինքն բացարձակ ոչ այն ցուցակից, որ հրապարակել է Սասնա Ծռերը։ Դա ցույց կտա, որ իշխանությունը պատրաստ է երկխոսության եւ նրա հետ, բայց մենք միշտ պիտի զգույշ լինենք, իշխանությունը, սա նենք իշխանությունն է եւ այս բոլոր օրերին, թե այս տղաների հետ երկխոսության ժամանակ նա ցույց տվեց իր նենգությունը։ Երբ որ այս վեհ տղաները ազատում են ոստիկաններին, նրանք հաջորդ օրը անում են նենգություն։ Սա արժեհամակարգի խնդիր է, սա կրոնի խնդիր է։ Մահմեդական մշակույթի կրողները չեն կարող խոսել սովետամահմեդական, սա շատ կարևոր է, սովետամահմեդական մշակույթի կրողները չեն կարող հնարավորություն չունեն նույն լեզվով խոսեն քրիստոնյա դեմոկրատ հայաստանյան ժողովրդի։ Պարոն Արտիրոսյան, եթե հանկարծ իշխանությունը գնա խնդիրը արյունով լուծելու տարբերակով, ոչ թե գնա, այլ գնում է։ Ինչ տեղի կունենա։ Սա մեր պետության զարգացումը հետ կգցի։ Այս առաջի անգամն է, որ երիտասարդությունից ստեղ մեծամասնությունը երիտասարդներ են, համախմբվեց, ոչ մի լիդեր չկա, լիդերները բանտարկված են, շինցու հոդվածներով, սառը զենքով, ես վախենում էի շիշը ձեռքից պահեմ, որ ասեն ջերմուկը սառն է կամ չի, սառը զենք է, այսինքն ամեն ինչ կարող է սրանց համար սառը զենք, ես կարծում եմ իրանց սառը ցնցուղ է պակասում, որ սառը զենքը իմանան ինչ։ Ես չեմ կարող կանխատեսել, որովհետև այն ինչի մասին, որ դուք խոսում եք, Աստված չանի, որ Աստված չանի, որ լինի ու այս ժողովուրդը չանի, որ լինի։ Մենք եկել ենք այստեղ հենց այդ նպատակով, որ առնահեղություն չլինի։